Փարիզի մեջ Հայաստանի տեսփանության նոր շենքի փագին մեջ Արարատ Միրզոյան եւ Ժան-Նոել Բարոն Ձիրանենի դնգեցին ի նշան Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև հարադեպ բարեկամության։ Ինչպես կհայտնեն արտաքին գործոստ նախարարութենեն, տեսփան Խաչատրյան իր խոսքի մեջ ընդգծած է հազարամյակներ շարունակ Հայաստանի խորհրդանիշ հանդիսացող Ձիրանի ձարը, որ գմարմնավոր է մեր երկրի արադությունը, մեր ասկիթի մացկունությունը եւ այն խոր գաբը, որ գմիավոր է հայերը իրենց նախնիներու ժառանգության հետ։ Ֆրանսիայի մեջ Հայաստանի տեսփանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ֆրանսիայի արտաքին գործոստ նախարար Ժան-Նոել Բարոն հույս հայտնած է, որ տեսփանությունը պիտի լա Ֆրանսիայի եւ Հայաստանի միջև փոխանակումներու գենսունակ եւ արկասապեր գետրոն, քանի մօրեն հանրապետության նախագահը pedagogan այցելությամբ պիտի մեկնի Հայաստան, որ պիտի նշանավորի մեր երկու երկիրներու միջև գաբերու բացարիք ամրապնդումը։ Այդ ժամանակ Երևանը պիտի դառնա Եվրոպայի փապախող սիրտը, պիտի հյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի կակատնաժողովը եւ Հայաստան Եվրամիություն առաջին կակատնան ժողովը։ Այս իրադարձությունը վկայություն մնե արայն, որ մեր երկու երկիրները ընտրեցին վճռականությամբ եւ վստահությամբ միասին գալել դեպի աբակա, ըսած է Բարո։ Աղվերանի մեջ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի նախագահությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև pedagogan սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև pedagogan սահմանի սահմանազատման pedagogan հանձնաժողովի 10-րդ հանդիպումը գայտնեն արտաքին գործոստ նախարարութենեն։ Կողմերը համաձայնության եկած են իրենց կառավարություններուն թիմելու ուղեցույցներու համապատասխան հաստատման համար։ Մհեր Գրիգորյան եւ Շահին Մուստաֆաև առանցին միտքեր փոխանակած են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերու շուրջ։ Նշված է, որ դեպի Հայաստան բեռներու դարանցումը Ադրբեջանի տարածքով հաջողությամբ կիրականացվի եւ ներկայիս կշարունակվի։ Դեղի ունեցած է նաեւ կողմերու կորձարար շրջանակներու ներկայացուցիչներուն մասնակցությամբ քննարկում արևդրական տնտեսական համագործակցության զարգացման, ապրանքներու եւ ծառայություններու փոխադարձ մատակարարումներուն, ինչպես նաեւ դարանցիկ փոխադրումներուն վերաբերող հարցերու շուրջ։ Հadouk ընդգծված է, որ ցերկ բերված արդյունքները հնարավոր դարձան վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական գամքին շնորհիվ։ Հանդիպան արդյունքներով ստորագրված է համապատասխան արձանագրություն։ Կողմերը պայմանավորված են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանի մեջ հաջորդ հանդիպման ամսաթիվը։ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Նարեկ Մկրտչյան տեսփանադան մեջ հյուրընկալած է ֆրանչայզինգի միջազգային հաստատության նախագահ եւ գործադիր տնօրեն Մեթ Հելերը, հաստատության շահերու պաշտպանության պատասխանատու Մայք Լեյմանը գայտնեն տեսփանադունեն։ Հանդիպան ընթացքին քննարկված են Հայաստան-Ամերիկա տնտեսական գաբերու ընդլայնման գարելիությունները, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտները ներս համագործակցության հերանեկարները։ Կողմերը դիտարկած են շարք ապրանքանիշերու հայկական շուկայի մեջ ապահովման եւ ընդլայնման գարելիությունները, ընդգծելով փոխշահավետ գործընկերության զարգացման կարևորությունը։ Իսկ Ուրուգվայի մեջ Հայաստանի տեսփան Մարիամ Գևորգյան այցելեց Ուրուգվայի մեջ վերջերս բացված Թումո ստեղծարար արհեստագիտական կենտրոն գայտնեն տեսփանադունեն։ Տնօրեն Կարոլինա Գուտիերեսի ուղեկցությամբ Հայաստանի տեսփանը շրջայց կդարած է կենտրոնեն ներս ցանոթացած կենտրոնի գործունեության եւ ծրագիրներուն։ Ներկայիս կենտրոնը շաբաթական մոտ 1000 աշակերտ կընդունի, իսկ հարաճիգային նախադեсված է անոնց թիվը հասցնել մինչև 1500-ի։ Միացյալ Նահանգները գուսումնասիրե եւ գքննարկե Գերմանիո մեջ զորքերու թվականակի գրջատման գարելիությունը Truth Social-ի մեջ հայտարարած է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ, նշելով, որ այդ հարցին վերաբերյալ որոշումը շուտով պետք է կայանա։ Թրամփ հանդես եկած էր Գերմանիո վարչապետ Ֆրեդերիխ Մերցին ուղղված սուր քննադատությամբ, որ իր հերթին թեմ արտահայտված էր Իրանի թեմ ամերիկյան ռազմական գործողություններուն։ Անոր խոսքով Իրանի թեմ պատերազմը սկսելու որոշումը մտածված չէր։ Ֆրեդերիխ Մերցը նաեւ գրկնած է, որ Ամերիկան եւ Իսրայելը պատերազմը սկսած են առանց եվրոպացիներու հետ նախապես խորհրդակցելու։ Մերց նշած է, որ այդ գործողություններուն վերաբերյալ արդեն 2 անգամ իր թիրքորոշումը հայտնած է անցամբ Ամերիկայի նախագահին։ Եթե ես իմանայի, որ սա պիտի դեվե 5 կամ 6 շաբաթ եւ միայն պիտի վատտարանա, ես ավելի գդրուկ կարտահայտվեի, ըսած է Մերց։ Իր առաջին ժամկետի ընթացքին 2017-ին 2021 թվականներուն Դոնալդ Թրամփը սպառնացած էր գրջադել զորքերու ներկայությունը Գերմանիո մեջ։ Պենտագոնի տվյալներուն համաձայն Եվրոպայի մեջ տեղակայված է մոտ 86000 զինվոր, որ մոտ 39000-ը Գերմանիո մեջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց ունեցած է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վլադիմիր Պուտին Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքին հայտարարած է հաղթանակի տոնը նշելու ժամանակահատվածին զինադադար հայտարարելու պատրաստակամության մասին։ Զրույցը տևած է 1.5 ժամ եւ գայացած է ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Զրույցի ընթացքին Թրամփ նաեւ վստահություն հայտնած է, որ Ուկրաինայի հակամարտության ղեկավարման շուրջ համաձայնությունը կգրնացերկ բերվիլ շուտով։ Կողմերը քննարկած են նաեւ ռուս-ամերիկյան հարաբերություններու վիճակն ու հերանեկարները, հնարավոր փոխշահավետ նախագիծերը տնտեսության եւ ուժանույթի ոլորտներեն ներս։ Ցեզիադեր Անի Զեյթունցյանը